Մարես, ես երեք շուտ էիր կնեմ։ Կարամ քեզ մի բան խնդրեմ։ Հա ոչ չես կարա, ինչ ուզում ես խնդրի։ Մոռացի ինձ։ Չհասկացա, Մարի։ Միշելով այսօր ապրիլի 1-ը չի, չէ։ Ես կատակ չեմ անում Միշել։ Ուղղակի մոռացի ինձ ու հեռու մնա։ Հա, բայց ինչ ա եղել։ Հերթական անգամ կյանքը ինձ միշտ ճիշտ հուշումներ է անում, որ ես սխալ որոշումներ չկայացնեմ։ Հեռու մնա ինձնից ուղղակի։ Արս լուրջ չեմ ուզում հավատամ, որ երեկվա կինո չգնալն է պատճառը, բայց մենք երեք իրար հետ խոսացինք, դու գնաս պատասխանեցիր, ինձ թվաց նորմալ է, որ իմանայի կինո ուզում ես կգնայինք։ Կինոյի պատճառով չի։ Բա ինչ ա եղել, Մար, գոնե ասա ես իմ սխալները ուղղեմ, եթե արել եմ քո հանդեպ։ Ոչինչ ուղղել պետք չի։ Դու ճիշտ ճանապարհին ես։ Ուղղակի սրանից հետո ես իմ ճանապարհով, դու էլ քո։ Այսօր դպրոց չես գնալու։ Ինչպես կարող եմ չգնալ, մամ ջան։ Ուղղակի ժամանակ ունեի, ասացի միասին թեյենք։ Անուշ, Մարին այսօր մի տեսակ չէր։ Դե երևի երեկվա իրադարձությունների ազդեցության տակ է դեռ։ Մարդես երեխաները չեն հանդարտվում, էլի ամեն անգամ մի բան կմոգոնեն, համ քեզ կրակը կգցեն, համ էլ էս երեխուն։ Մամ ջան, դրա համար էլ երեխա են։ Նորմալ է։ Ուղղակի պետք է անընդհատ կառավարել, որպեսզի այդ երեխայությունը չվերածվի անկառավարելի վարքի։ Մարիս երեխա չի, բայց իմ թորնիկը կյանքում իրեն նման բան թույլ կտա։ Ինչպես կարող է քո թորնիկը իրեն նման պահվածք թույլ տալ։ Ինչի միայն ինքը, բա Շուշին։ Լսի, Շուշի ասեցի, հիշեցի։ Զանգեմ Նախշունին ասեմ, այդ ներքևի խանութում բանջարեղենի աշխատող են ուզում։ Միգուցե Նախշունը ուզենա աշխատի այդտեղ։ Հա, ինչի պետք է չուզենա։ Բայց այդ խանութի տերը շատ վատ մարդ է, բայց Նախշունը հիմա այն վիճակում չի, որ նման բաների ուշադրություն դարձնի։ Դու էլ ընթացքում իմացի ինչի կարիք ունեն, ձեռքի հետ տար, մամ ջան։ Անուշ, այդպես էլ անում եմ, բայց դե Նախշունին չգիտես, դրանից էլ անեղվում, թողնում է, որ մարդն իր սրտի ուզածն անի։ Վանն է, խոսքով ընկանք լրիվ մոռացա։ Վան, 5 րոպեից կլինեմ։ Փաստորեն Վանն էր։ Փաստորեն։ Ես գնամ պատրաստվեմ, քանի դու չես սկսել ակնարկներ անել կամ քննադատել, գնամ պատրաստվեմ, սիրում եմ, գրկում եմ, պաչում եմ, առայժմ։ Ուղղակի ցնցում ստացա, միայն դեմ Վանի մասին չխոսեմ, գիտի դե չգիտեմ ոչ մի բան։ Մորքուր, եկա։ Քանի անգամ եմ ասել, որ ինձ դպրոցում ասես լանջունի։ Հա, բանը, տիկին մորքուր չէ, տիկին լանջունի։ Ապրես։ Տիկին լանջունի, իսկ Արևշատյանի դասարանի հարցը ինչ է լինելու։ Ոնց ասել եմ, այնպես էլ պետք է լինի։ Ես իմ խոսքից հետ չեմ կանգնի։ Դե բայց տենց ոնց կլինի, ախր երեխեքը։ Դուխինը, քեզ ինչ պատահեց։ Չի պատկերացնի, որ դու այդ անկարգներին պիտի պաշտպանես։ Ուղղակի ես ես վերջերս եմ դպրոցը ավարտել ու լավ հիշում եմ, թե մենք ինչ էինք անում։ Կուզես մի քանի բան պատմեմ։ Ինձ թվում է նույնիսկ ինձ պետք չէ իմանալ, թե դուք դպրոցում ինչ եք արել։ Ինձ էլ այդպես թվում։ Տիկին Լանջունի, ես էլ ձեր աշխատասենյակում էի փնտրում։ Լավ է, որ օրը լավ տրամադրությամբ եք սկսել։ Դե ես գնամ, ընդունարանում կլինեմ։ Դուխին եմ,
Սա վերցրու, ինչ-որ Թորոսին են նշանակել, դեղատոմս է, բուժքույրին ցույց կտաս, տեսնենք էդ ինչ դեղեր են, որ 2 ամսվա պարգևը վճար է մեզնից ուզում։ Չհասկացա, ես ինչի պետք է քո ասածը անեմ։ Ես ինչ լկտիություն է։ Դուխին է, ես հրամայում եմ, արա այն, ինչ ասում է տիկին Լիդիան։ Արագ։ Արագ։ Բոլորն են խելագարվել, հո ես մեկը չի։ Լիդիա, Արևշատյանին տեսել ես։ Ուզում եմ հենց առաջի ժամին զբաղվենք այդ դասարանում։ Լսին կլինի տես մունատեմքով ցեխոտ մեքենայից չնայես։ Եթե քո հետևից չգայի, կգնայի լվայինքդ այսքան ցեխոտ չէր լինի մեքենա։ Հա, իհարկե, ես արդեն սովոր եմ։ Քո բոլոր անհաջողությունների պատճառը իհարկե ես եմ։ Բայելով, դու երբևէ տեսել ես, որ մեքենան այսքան ցեխոտ լինի։ Ես եմ մեղավոր չեմ հասկանում։ Բարի եղեր ինքդ մտածիր մեքենայի մասին։ Չեմ կարողանում։ Այս վերջերս գեշ սովորություն է ձևավորվել մոտս։ Մենակ քո մասին եմ մտածում։ Իրոք որ շատ գեշ եւ զրչոբանին հատուկ վիճակ է։ Ես ձեր սարերում ոչ մի բախտագուշակ չկա, գնաս մոտը բախտդ բացի։ Գուցե օգնի, էլ չմտածես իմ մասին։ Վա, ես ինձ զուգադիպություն էր, բա իրա մոտից էլ գալիս եմ, Կին է, բայց sense ձենով ասեց, «Աղա ջան, ես ինչ տիպի թուղթուկ իրեն արել քեզ»։ Այդ աղջկա մասին մտածելը դարել է քրոնիկ, մտել է ջանդ, փրկություն չկա, միակ փրկությունը այդ աղջկա հետ ամուսնանալն է։ Դիմացդ նայիր, հա։ Վթարգլինի էլի ես մեղավոր կդառնամ։ Համ էլ դասից կուշանամ։ Դե լավ, ուր է շտապում, եկա գնալուց Լանջունին ու Լիդիան այդ պրոբլեմները նորից լցրեն գլխի։ Որ չհիշեցներ չէր լինի։ Առանց այն էլ ամբողջ գիշեր չեմ քնել։ Իմ մասին էի մտածում։ Ոչ, դասարանից։ Ու եթե Լանջունին այսօր էլ ագրեսիվ տրամադրված լինի, հաստատ չեմ դիմանալու, արդեն մի 2 քաղցր խոսք ասեմ։ Վայ, ուրատը չէ կատաղես։ Անտաշմարտ ինչ ասեմ։ Չէ, ես նես չէի ասի, շատ բարի, նրբանկատ, սրտացավ, անձնավորություն, մեհերաշկ մարդ, հա մեկ էլ ճշմարտախոս։ Դե լավ, այդքան մի մտածի, հա, Լանջունուն առաջի օրը չի որ ճանաչում ենք, մի քիչ կբողոքի, կփնփնթա, կդժգոհի, կսրտնեղի, հետո կնվաղի ու ամեն ինչ կանցնի, կարևորը դու ժպտա, ժպիտ, Ես ես մունաթդ մի բաժակ մեղրով էլ չի լինի կուտալ։ Քաղաքում մի հատ ֆիթնես ակումբ եմ գտնելու, որտեղ դեմքի մկանների վրա են աշխատում։ Տանեմ, փողն էլի ես կտամ, որ մի քիչ էլ ժպիտիտ մկանների վրա աշխատեն, թթված դեմքդ քիչ տեսնեմ։ Ես էլ այդ դեպքում բարեկրթության կանոններ զրչոբանների համար կուրսեր կփնտրեմ։ Ու մի անհանգստացիր կբարեխոսեմ ավելի մաչելի կվճարես, ընդամենը 1 ոչխար։ Շատ անաչառ լաչառն ես է։ Դե դու էլ գիտես, անտաշ բռի։ Հազար պետերդ կտաս արտագրեմ, քանի դասատու չի եկել էլի։ Չոքեք չի լինի մի օր տնայինդ գիրած գաս դասի։ Շատ խառն եմ, չեմ հասցնում ոչ։ Հետաքրքիր է ինչ ես անում, որ տենց խառն ես։ Չես հասկանա, իմ կյանքով պիտի ապրես, որ նոր հասկանաս։ Սենց բիծա չես խոսում։ Գնա արտագրեշանը չի եկել դասի։ Բարև ձեզ։ Բարև։ Ջան, ինչ կա։
Երեք լսել եմ իմ գնալուց հետո ինչ-որ խառնաշփոթ է, հա։ Ինձ կներես պապան լավ չէր, չկարեցա կամ։ Հայրս ես տենցի ենթադրել եմ։ Շուշին պատմել է իմ Մարիի մասին։ Չէ, քո անի պահով եմ ասում։ Ինչ անի պահով։ Ձեր նկարները Facebook չես մտել։ Ինչ նկար ախպեր։ Մտի Facebook-ն է։ Էս ինչ նկար է։ Իմ ու քո նկարը։ Տեսնում եմ, որ իմ ու քո նկարն ասում եմ, ինչի համար է գցած Facebook։ Այ միշ, երեք ընկերուց շատ պատական ու փակում էր հայտնվել, մեզ տեսել է նկարել է։ Աչքից ցունամի է սպասվում։ Դու էլ տենց արագ-արագ որոշեցիր գցես Facebook։ Սիրուն նկարներ են, ես էլ գցեցի։ Ինչ կա դրա մեջ։ Սիրուն նկարը ինչ կապ ունի, կարող ես համաձայն չեմ, դեմ եմ օրինակ որ գցես, ինչ չես հարցնում մի հատ։ Լավ էլի Միշո, էդ ինչ անիմաստ թեմա է սարքել։ Համ էլ չմտածեցի, որ քեզ դուր չի գա։ Մտի ջնջի սաղ տեղերից այդ նկարը։ Շուտ արա անի արագացրա։ Լավ, չեմ հասկանում ինչ բանի կա ես գցել։ Այլուս, Սերոպչան։ Բալուս։ Հետո, ես ինչ կաբար առավոտ գիշերով։ Ես որ մտքովս նենց էիր անցնում, ասեն քո սիրասներից մի շիշ վերցնեմ, գամ իրար այդ բալուս անենք։ Ես ինչ լավ բան ես ասում։ Ես էլ ասում եմ չկա, չի երևում, երևի նեղացել է։ Բասազեք Սերոպ, ոնց կարա քո մտքով տենց բան անցնի։ Բացի մտնենք մի շիշ մախանենք։ Արի աղբին չեմ, տես արի։ Այ։ Ածիներ։ Վիկո ջան, մի հատ կարաս բացատրես, այդ ոնց է ստացվում, որ մեզ բոլորիս հրավիրում ես փաբից դու չկաս։ Միշո ջան, երեք էլ զանգեցի, չէ՞, ախպերս ասեցի, որ անսպասելի հյուրեր են եկել դրսից։ Ու այդ մարդկանց դիմավորելը, տեղավորելը սաղին վրա էր։ Երես էլ թարսիպես գործուղման էր մեկնել, ոչ չէի թողնելու այդ մարդկանց դրսում ու ես իմ գործերով գնայի։ Լավ, ասենք, տենց է բանին։ Իմ արև անին էլ ընդե եղացել, որ չեմ կարեցել գամ։ Նեղացել է, արա։ Բայց հեչ նեղացածի տեսք չունի, գիտես։ Ախպերս կարող է քեզ պիտի բացատրեմ, թե ես ու ընկերուհիս ինչ ենք անում, ոնց ենք անում։ Նորից եմ կրկնում, երեկվա պահը շատ պատահական է ստացվել։ Մի օրվա համար մի տեսակ շատ չեն պատահականությունները, համընկնումները, Տիկո։ Կարող է երեք պատահականությունների միջազգային օրն է եղել, չենք իմացել։ Չեմ ժողում ինչի նկատի ունեք։ Ես ասեցի նենց ոնց եղել է։ Տղեկ, ինձ թվում է այս են հարցը չի, որ լուն փիղ սարքենք։ Հա, հիմա սիրուն բան չստացվեց։ Բայց ոչինչ, նորից կկազմակերպեմ ու արդեն ամեն ինչ շոտկի կլինի։ Չէ, լավ է։ Դու մեզ այն ասա, անին ինչ գործ ուներ է։ Ասել էիր, որ տղեկով պիտի հանդիպենք։ Ախպերս աղջկա խասյաթ է, էլի, իմացել էր հավաքվում ենք, եկել էր։ Ինքն էլ ընդե եղվել, որ չկարողացա գամ։ Ու իմինադու քո իր նկարները գցել է Facebook։ Նստի տենամ ինչ կարաղի հետ ուտելու։ Դու բաժակները վերցրա արի, ինչ պետք է ես բերել եմ։
Հետո դու իսկական մուրազես է։ Քո նմանը չկա։ Այդ ոնց իմացար, որ Սերոպը նեղդ է, հա։ Սերոպ, նեղացնում ես։ Ասել եմ, չէ, հենց փողից նեղվում ես, ասա։ Մի շշարավն չէ, որ ես չառնեմ դու խմես։ Դե լավ, լսու, քիչ խոսա։ Լսու մի բաժակ խմեն կոկորդս թրջեմ։ Խոյ։ Բալուս։ Հա, բայց նայ դու շատ չխմես, թող մի քիչ տակը մնա վաղվա համար։ Ես ռույլի մարդ եմ, շատ չեմ էլ խմի։ Հա ու Էդոն քեզ տակ եղածով չի թողնի։ Հանգիստ խմի։ Վայ։ Ay lava. Ya, esi mengeren azangın vay Toros yesko kyankin mernem. Ya, Toros can. Es var yes kezi erazis meçetenai xotu arravot qanu xenzi zangoge çeyir ay oxper. Parlus, voces. Pare bazar bari. Ana satesne meti ինչ erazis տեսել իմ մասին։ Շարիտ է իրանում Toros, շարիտ է իրանում oxper։ Իմ օրը վերազիս մեջ եկել Ռուսաստան, ըստե մի հատ մեծ գործարանիշներ է։ Էտա դպրոցի սախ դասատուներին ընդունել իր աշխատանքի։ Ես էլ քո հաշվապահնի ախպեր, այսպես փողերն հաշվում էի ախպեր ջան, վերջում այսպես կեսը տնիմի իմ ջեբը, կեսը տնիմի քո ջեբը, կեսը տնիմի քո ջեբը, կեսը տնիմի իմ ջեբը։ Այ ինչ լավ երազես տեսե։ Աստված ձենդ լսի։ Լավ բան է։ Toros ջան, ասպաս լսի թե չլսի այ ախպեր, մեկա 4 շաբթի օրվա երազները չեն կողտարվում, բա։ Ափսոս։ Հա, Toros։ Մենակ ուրբաթ օրվա երազներն են կողտարվում, ախպեր։ Հա։ Բայց ես կարա այդ երազը ուրբաթ օրն էլ տեսնես, հա։ Toros ջան, ասենք խոս չեմ տալու, ախպեր։ Բայց դու գիտես, ես քո թանկագին խալթեր համար, ախպեր ջան, ասենք ամեն ինչ կոնեմ։ Կփորձեմ մի հատ էլ նորմալ երազնեմ ախպեր։ Հələ դու են ասատենան ոնց ես է։ Ոնց դիլնեմ ախպեր։ Աշխատավարձից աշխատավարձ, պրեմիայից պրեմիա։ Բայց էլի դժգոհ չեմ, փառք ասում, մարդկա հետ էլ չունի։ Դու ասա քո գործերը ոնց են։ Դե ես չեմ բողոքում, Toros ջան։ Էնա, տղերքի հետ նստացի, ասի մի բաժակ կոֆե խմեմ, հələ մեթամ զակուպի ախպեր։ Վայ, խանգարում եմ ասա էլի, հետո զանգեմ։ Չէ, Toros ջան, դու մեզի չես խանգարում ախպեր։ Համեն սպասի, կողրած քեզի տղերքի հետ ծանոթացնեմ։ Մարդ ես։ Այս երկուս մեկերով ասենք կարող է մի ամիտ վատը տենի Մոսկվա։ Ասենք, բայց չիմանաս դու շրջապատում ես ախպեր ջան, բա։ Հա, ապրես դե սպասի մի հատ։ Ահա։ Էսի մեր մարդինն է, Toros ջան։ Աստե իրան կրճատ մերդու են գոսում ախպեր։ Շատ մեղմ խաշաթով տղայաց հավատ տոնեմ։ Ասենք ոնց ասեմ, խամախոտով տղա է, էլի ասենք ողջիկները խոքի են տոլում աստու խմար։ Էս էլ մեր Ջեք Դանելյանն է, մեր Արուշ ախպերա։ Toros ասենք որ տրամադրություն չեմ ունենում, չէ։ Կալում եմ ախպեր ջան։ Ջեկից հետ նստում եմ, մի քիչ իրար շփվում եք, տրամադրությունս բարձրանում է ախպեր, սաղ հարցերը լուծելի է դառնում, հա։ Այ էս էլ մեր Ռոմնա։ Մեր հոյակապ ազնվորություն, հա։ Էսի շուտա Coca-Cola սիրում։ Ես դու նման Coca-Cola սիրող մարդ ու աշխարհում չեմ տեսել ես Toros։ Ասենք ոնց ասեմ քեզի։ Պատկերացրա Verde Rome and Cola։ Այդտեղ այդ ինչեր ես խոսում, ստեղ ես մենակ շշերը որ տեսնում եմ, էդում հետ ես խոսում։ Նեղորվա ընկերների Toros։ Այդտեղ ես խնդալու տեղը փճացելա չեմ խասկնում։ Մեր խմար ասում խոսում խնդում ենք էլի։ Այ սիպոյա, չելնես դու, հա։
Երեք արդեն խոսել եմ ձեզ հետ ձեր պահվածքի մասին։ Ինքս էլ մեղմ ասած գող չեմ ձեր արածից։ Բայց ամեն դեպքում չէի ցանկանա, որ Տիկին լանջ ունի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Արևշատյան, ես ձեզանից շատ ժամանակ չեմ խլի։ Հուսով եմ դուք մտածել եք երեկվայի մասածների մասին։ Եվ այդ հերոսության հեղինակը այսօր այնքան քաջ ու ազնիվ կգտնվի, որ կխոստովանի իր արածը։ Հուսով եմ այդ կազմակերպիչը հասկանում է, որ իր լռությունը մեծ վնաս է հասցնելու բոլորիդ, որովհետև պատժվելու եք բոլորդ։ Երեխաներ, Տիկին Նանջունին ճիշտ է ասում։ Հուսամ ձեզանից յուրաքանչյուրը պատկերացնում է իրավիճակի լրջությունը։ Երեխաների պետք չէ։ Արևշատյան, պետք չէ։ Դու քո խոսքն երեք ասել ես, հիմա պատժելու ժամանակն է։ Ես եմ կազմակերպիչը։ Բերու։ Էրիկ։ Ինչ։ Ամբողջը ես եմ կազմակերպել։ Եվ կարող եք ինձ պատժել։ Ես պատրաստ եմ։ Ես չեմ հասկանում։ Այս դեղը հղի կանանց են նշանակում։ Թորոսի նշանակել են որ ինչ։ Սա էլ երիկամային անբավարարվածության համար է նշանակում։ Թորոսին ինչի են այս դեղերը նշանակել, ես չեմ հասկանում, այս բժիշկը խառնել է այս դեղատոմսի, ինչ խարել, Բարի աշխատանքային օր եմ մաղթում Դուխինե ջան։ Բարև Ֆարադեի, ինչպես ես, լավ ես։ Այո, համեմատած լավ եմ։ Երեկոյան այդ աղմկահարույց փռշտոցները գլուխս չգիտեմ ինչ էին արել։ Հիմա իմ գլխում կարծես անդոր է տիրում։ Նշանակում է, որ լավ ես։ Դուխինե ջան, հարցը այն է, որ ես ամեն վայրկյան սպասում եմ, որ այդ նույն բանը նորից կկրկնվի։ Դե, եթե ուզում ես, որ նման դեպքեր էլ չկրկնվեն, ուրեմն պետք է փոխվես։ Փոխվեմ։ Հա, Ֆարադեի, պետք է փոխվես։ Թե չէ նման դեպքեր քո կյանքում հաճախակի կլինեն ու ավելի վատ։ Չէ, դրանից ավելի վատ էլ չի լինում։ Այդ քեզ թվում է, այս դպրոցի երեխեքին նայի, հաստատ ավելի վատ տարբերակ կա։ Հիմա սիրտս կճաքի, ես արդեն վատանում եմ։ Պետք չի վատանալ, պետք է փոխվել։ Եթե դու փոխվես, ուրիշներն էլ քո հանդեպ կփոխվեն։ Պետք է քո եսը պնդացնես, ինքնագնահատականդ բարձրացնես։ Այլ կերպ ասած, ստայլից մինչև ձեռագիր պիտի փոխես։ Մի րոպե, ես ձեռագիրը հասկացա, իսկ այդ ինչ ասեցիր, ստիս, դա ինչ է նշանակում։ Ստայ, ոչ, ոճդ պետք է փոխես։ Բայց ես դա չեմ կարող անել, և հետո ես այնպիսին եմ ինչպիսին կամ, ու գիտես, Դուխինե ջան, երբեք իմ մտքով չի անցել, որ իմ բարությունը, իմ նվիրվածությունն ու մեծահոգությունը մարդիկ կփորձեն շահագործել։ Հասկանում եմ, Ֆարադեի, դու այդպիսին ես, բայց աշխարհը փոխվել է, դու էլ պետք է փոխվես։ Ու ես այդ հարցում քեզ կօգնեմ։ Դու
իրոք ինձ կօգնես։ Հա, Ֆարադեի կօգնեմ։ Ես շատ շնորհակալ եմ, Դուխինե ջան։ Նայելով քեզ, ես հասկանում եմ, որ դու ինչ-որ պլաններ ունես, այո՞։ Դե գլխումս ինչ-որ պլան կա, բայց պետք է հասկանալ, թե ինչից պիտի սկսեմ։ Եվ ես վերջապես կգրավեմ նրա սիրտը, նա ինձ կսիրի, իսկ ես իրեն։ Շատ շնորհակալ։ Երիկ, ինչ ես խոսում, ես հրաժարվում եմ հավատալ։ Դե ես արդեն ասացի, որ Ֆարադեի հետ կատարվածը ես եմ կազմակերպել, թե ինչպես կպատժեք, դուք որոշեք։ Տիկին Լաջանի, ես մնում եմ իմ կարծիքին։ Ես գտնում եմ, որ աշակերտի հանդեպ պետք է լինել ներողամիտ։ Դե, Տիկին Լաջանի, դուք ամեն ինչ լսեցիք ու ինձ թվում է, այս դեպքում սխալ է, որ ես կարծիք արտահայտեմ, հասկանալի պատճառներով։ Մենք հետո կորոշենք, թե ինչպես պատժենք Էրիկին։ Ամեն դեպքում տղաս քո արածը գովելի էր։ Դու խոստովանեցիր։ Իսկ հիմա դասի չխանգարենք, մենք գնացինք։ Գնանք Լիդիա։ Արմեն, նրա թանկային ջուր դուր։ Հարց չկա, շեֆ ջան, կարող ուզենս լիմոնով տամ։ Այդ տղա մի ձև դուր խմեմ, այնքան որ դուր։ Ալո։ Բարի օր, Կարո ջան, Գարիկն եմ։ Հա, բարև Գարիկ ջան։ Ինչ կա, աղբեր ջան։ Հա, նորմալ դու ասա։ Դու ոնց ես։ Նույնից ցավը տանեմ։ Կարո ջան, լավ նորություն ունեմ քո համար։ Բայց դա ռեալ ուզող կա։ Մի քիչ առաջ զանգեց, հաստատեց, ասի մի հատ հետդ խոսան, որ իմանան վերջնական ինչ եմ ասում։ Ինչ գինա տալիս։ Քո ասած գինը տալիս է, Կարո ջան։ Մի կոպեկ չի իջացրել։ Ահա, լավ։ Հա, հիմա ինչ ենք անում։ Մի քիչ ոտդ կաղկցի կասեմ։ Լավ, բայց շուտ խաբար արա, որ այդ մարդկանց հետ խոսամ։ Իրանք էլ իրանց անելիքները իմանան։ Շատ լավ, եղավ Գարիչ։ Ինչ ես արա, տենց չորացած կակտուսի պես վրես նայում, ինչ եղա։ Շեֆ, ուզում ես պահեստը ծախես, ճիշտ հասկացա, հա։ Ոչ միայն պահեստը։ Այն գյուղի հորական տունս էլ եմ ծախում։ Նորմալ սարքած տուն ա տեղը, տեղին սարքել եմ։ Այսքան նվեր ազատ կլինենք, կգնանք քո աշկով կտենաս։ Ահա, վաղը չեմ ուսոր իմ ազատ օրնա, շեֆ ջան։ Եթե քեզ հարմար կլինի, հենց այդ օրն էլ կգնանք։ Շեֆ, բա ինչի տենց որոշեցի, որ վաճառում ես։ Պետք է ոտի կանգնեմ Արմեն։ Տղաս էլ աղջիկս էլ։ Պետք է ինձնով հպարտանալ։ Հա, այսինքն արդեն գծած ծրագիր ունես։ Դե հիմա կարևորը փողը որ եղավ ճիշտ ներդրում կանեմ լավ կլինի։ Կարևորը փողը լինի։ Միքայել, սպասիր մի րոպե։ Հա, լսում եմ Տիկին Արուշյացյան։ Քեզ համար լավ նորություն ունեմ։ Ինչ լավ է, թե չես որ առավոտից մենակ վատ բաներ եմ լսում։ Ինչ է պատահել։
Չէ, հեչ անձնական խնդիր է, դուք ասեք։ Կլինիկայից մեյլ էին ուղարկել։ Ու մամայի հետ ամեն ինչ կարգին է։ Ավելի քան։ Մայրիկիդ բուժումը շատ լավ է անցնում։ Օրգանիզմը դրական է արձագանքել թերապիային։ Լուրջ եք ասում։ Ականջներիս չեմ հավատում։ Ամեն ինչ հենց ասածից պես է։ Տիկին Արաշեցյան չեք պատկերացնի, շնորհակալ եմ ձեզնից։ Եթե դուք չկապվեիք այդ կլինիկայի հետ, Մերիկի պապիկն էլ ֆինանսապես չօգներ մեզ չեմ էլ ուզում մտածեմ ինչ կլիներ։ Դուք կարելի ասել երկրորդ կյանք տվեցիք մորս։ Կարիք չկա շնորհակալության։ Կարևորը բուժումը լավ է անցնում։ Էրիկ ջան, ես վստահ եմ, որ դու կապ չունես Վարադեի հետ տեղի ունեցածի հետ ու նախաձեռնությունը քոնը չէր։ Դու ուղղակի ընկերներիդ կաշին փրկելու համար մեղքը քո վրա վերցրեցիր, ինձ էլ անհարմար իրավիճակի մեջ գցեցիր։ Մամ լավ էլի, ես ոչ մեկի կաշին էլ չեմ փրկել։ Այդ ամեն ինչը ես եմ մտածել ու ես եմ պնդել, որ անենք։ Ես չեմ հավատում, Էրիկ։ Գիշերվա անակնկալը քիչ էր, մի հատ էլ առավոտյան անակնկալ մատուցեցիր։ Մի քիչ էլ ու ես լանջունը օրն եմ ընկնելու։ Պիտի նվաղես։ Էրիկ ջան, դու գոնե պատկերացնում ես, թե ինձ ինչ իրավիճակի մեջ գցեցիր։ Ես ինչի պետք է տնօրենի մոտ իմ գլուխը կախեմ։ Դե թողներ, թող հեռացներ։ Կտեղափոխվեի ուրիշ դպրոց։ Իմ պատճառով էլ չէիր ամաչի։ Ու քո կարծիքով ես կթողնեի, որ նման բան պատահեր, հա։ Լավ, հիմա ինձնից ինչ ես ուզում։ Արել եմ նենց, ոնց ճիշտ եմ գտել։ Վերջի վերջո ընկերներիս մասին եմ մտածել։ Իսկ իմ մասին, Էրիկ ջան, կլինի ինչ որ մեկը իմ մասին էլ մտածի։ Լավ էլի, տենց մի ասա։ Ես հո լավ գիտեմ, որ դու ուժեղ մարդ ես, որ այդ մանր-մուներ հարցերը դու ի վիճակի ես մի ձեռքի շարժումով լուծես։ Հարցը դա չի, որ ես ի վիճակի եմ։ Լավ, հիմա ինչ ես ուզում։ Ուզում էիր թողնեի, որ այդ ամեն ինչը Միշոն իրա վրա վերցներ։ Միշոյի խնդիրները քիչ է, մի հատ էլ լանջունու հետ խնդիրներ ունենար։ Այ Աստված իմ ինձ ուժ ու համբերություն դուր։ Աստված եմ կանչում, որ գնանք տուն, հայրը տնից գնացած լինի գոնե օրվա ավարտը լավը լինի։ Հանգիստ տեղի գնացած կլինի, որ ինքը երեքս թափ լիներ, հասկանար իրան ուր էի տանում, չեր էլ գա։ Ես իրան ուրիշ տեղ չէի կարա տանեի։ Այդ ինչի չէիր կարող որ։ Իսկ գիտես ինքը որտեղ է ապրում։ Չէ, չգիտեմ, ինչ որ հյուրանոցում երևի։ Չէ, սխալ գիտես։ Ինքը մեր բարմեն Արմենի տանն է ապրում։ Դա իմ մեղքը չի։ Ես այդ ամեն ինչը գիտեմ, բայց ինքը իմ պապան է, ես պարտավոր եմ իր մասին հոգ տանեմ։ Շուտ մեծացար դու տղա ջան, շատ շուտ մեծացար։ Որովհետև Միշոն խաբել է Մարիին ու ի դեպ դու էլ։ Երկուսով նույն բանը ասեցիք ու ուրիշ բան արեցիք։ Լսի չեմ ուզում հեռախոսով երկար բարակ խոսամ, բայց իսկապես թյուրիմացություն է եղել։ Միշոն կյանքում Մարին չի խաբի։ Էրիկն ինձ այնպիսի վիճակում է դրել, որ ես ստիպված եմ նրան պատժել, բայց միայն այդ մտքից սիրտս նվաղում է։ Ախպորպես հետո կզանգեմ, էլի ձերս եմ վարը թող։ Ոնց։ Հո շատ բան չի եղել։ Լավ, հեսա գալիս եմ քեզ տանեմ հիվանդանոց։ Մամ, Միշոն էլ կարևոր թեմա չի։ Այդպես հանկարծ կտրուկ։ Այդպես եմ ուզում։ Բարև։ Ինչ ես անում այստեղ Կարո։